Նկարիչ կոնցեպտուալիստ Սերո Սողոմոնյանի բազմաշերտ կտավներում գաղտնիքները շատ են։ Այսօր կփորձենք նկարչի հետ պարզել դրանց էությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար ու շատ ուրախ եմ ձեր հաղորդմանը ներկա գտնվելու։ Հաճելի է։ Սերո, ինչը բերեց ձեզ արվեստ, երբ հասկացաք, որ սա է ձեր ուղղությունը։ Փոքր ժամանակ, երբ դպրոցը ավարտեցի, ավելի կոնկրետ 8-րդ դասարանից երբ դուրս եկա ու պիտի մասնագիտություն ընտրեի, գտանք Թեռնեմեզյանի անվան քոլեջը ու երբ որ ֆակուլտետներին ծանոթացանք ծնողներիս հետ, ընտրեցի գեղանկարչության բաժինը։ Երկրորդ կուրսում արդեն սիրահարվեցի մասնագիտությանս ու այդպես խորացա 15 տարեկանից ի վեր ինձ նվիրել եմ արվեստին ու դեռ տենց շարունակվում եմ։ Իրականում ի՞նչն է եղել այն սկզբնակետը կամ այն ոգեշնչման աղբյուրը, որ հասկացել եք, որ պետք է նվիրվեք այս մասնագիտությանը։ Երևի մարդկությանը կամ ցիվիլիզացիային մաքսիմալ գեղեցկություն նվիրելը գաղափարային հիմք ունի, ինչը ի սկզբանե իհարկե չէի հասկանում, բայց կյանքի ընթացքում, տարիների ընթացքում այդ ավելի կարծացավ այդ գաղափարախոսությունը ու ամբողջովին նվիրվեցի արվեստին էվոլյուցիա մատուցելու, այդ էվոլյուցիայով գեղեցիկը մաքսիմալ բերել Երևան։ Ձեր մանկությունն ու պատանեկությունը որևէ կերպ ազդել են մասնագիտական ընտրության հարցում կամ գուցե հետո նկարչության մեջ խորանալու հարցում։ Արվեստագետների ընտանիքում չեմ ծնվել ու մեծացել, շրջապատումս էլ արվեստագետներ շատ չեն եղել։ Կարծում եմ, բայց ծնողներից տված, մասնավորապես մորս տված դասերակցությունը ինչ-որ ձև ազդել է ամեն դեպքում ընտրության ու խորանալու վրա։ Հարցին այդ ձև կարող եմ պատասխանել, բայց հստակ ինչ-որ դրվագներ կամ միջավայր չի եղել, որը որ կազդեր արվեստի ընտրության հարցում։ Մեր հանդիպումներից մեկում դուք նշեցիք, որ որքան էլ ստեղծագործեք այլ ժանրերում, միևնույնն է հիմքը ակադեմիականությունն է։ Ինչպես եք փորձում ակադեմիական գեղեցկությանը ավելացումներ անել կամ գուցե որևէ բան հանել այդ գեղեցկությունից եւ ստանալ Սերո Սողոմոնյանի արվեստը։ Շատ բազմաշերտ հարց է, որին պետք է տրվի բազմաշերտ պատասխան, փորձեմ մաքսիմալ կրճատ, հա։ Ակադեմիական կրթությունը շատ կարևորում եմ իրականում, առանց կրթության պրոֆեսիոնալից ձեռք բերելը շատ ավելի բարդ ու շատ ավելի երկարատև, քան կարող է լինել կրթության դեպքում։ Բայց շատ կարևոր է ակադեմիական կրթությունից հետո կոտրել այդ ամբողջ ակադեմիական օրենքները ու գտնել սեփականը, սեփական եսը, սեփական ձեռագիրը ու սեփական մտածողությունը, ինչը երկարատև ու բավականին բարդ աշխատանք է, բայց ավելի հեշտ է տրվում, երբ ակադեմիական օրենքները ու ակադեմիական կանոնները, ճակերտների մեջ ասված, լավ է յուրացրած լինում։ Դա ուղղակի ավելի հեշտացնում է, դրա համար ընդունում եմ ակադեմիական կրթությունը, բայց մեզ պատմությունը տվել է հիասքանչ նկարիչների, հիասքանչ արվեստագետների, ովքեր որ կրթություն ընդհանրապես չունեին, բայց իրանք շատ քիչ տոկոսն են կազմում պատմության իրականում։ Սերո, ձեր կտավներում հանդիպում են նաև խորհրդանշական կետեր, խորհրդանշական արտահայտչամիջոցներ, ինչպես է գալիս դրան։ Տեսեք, դիրքավորում եմ որպես նկարիչ կոնցեպտուալիստ։ Կոնցեպտուալիզմի հիմքում ընկած է գաղափարախոսությունը։ Կարևոր չեն տեխնիկաները, նյութերը, թե ինչով քո գաղափարը կամ իդեան կամ միտքը կմատուցես։ Երբ ընտրում եմ միտքը, ընտրում եմ պրոյեկտի համար ընտրում եմ արդեն կոնկրետ խորհրդանիշեր, կոնկրետ տեխնիկա ու կոնկրետ գաղափարախոսություն, որով արդեն սկսում եմ ստեղծագործել, հա, ավարտուն դարձնել պրոյեկտը։ Ամեն մի պրոյեկտ ունի իր իդեոլոգիան, ունի իր խորհրդանիշները ու ունի իր առանձին յուրահատուկ նշանները, որոնք որ շատ կարևոր է մատուցել։ Ինչպես եմ ընտրում, դա կախված է կոնկրետ պրոյեկտից, կոնկրետ մտքից ու կոնկրետ իդեայից իրականում։ Ինչու որոշեցիք կանացի կերպարները ներկայացնել լայմի գլխով եւ կպչուն ժապավենով փաթաթված։ Կանայք շատ թթվաշ բնավորություն ունեցող մարդիկ են իրականում։ Կանացի թթվայնությունը, երբ միաձուլվում է կանացի բարդության հետ, բնավորության բարդության հետ, շատ հետաքրքիր միաձուլում է ստանում ու շատ հետաքրքիր է այդ միաձուլումը ինչ-որ ձև մատուցել, հա, որովհետև կերպարվեստի պատմության մեջ կնոջը միլիոն ձևով ներկայացրել են նկարիչները։ Ես էլ փորձեցի իմ ձեռագիրը տալ դրան ու ցույց տալ նրանց բնավորության ոչ թե զուտ բարդությունը, գեղեցկությունը, այլ թթվությունը։
կանեք թթվեմ, բայց երբեք թթված, դա շատ կարևոր է ու այդ շարքի մեջ դա հստակ երևում է, որովհետև հետաքրքիր շատ կանացի գույներ եմ ընտրել այդ շարքի համար։ Այս շարքում հետաքրքիր էր այն, որ կանացի մարմինները կտավից դուրս էին եւ մենք կպչուն ժապավենի պտույտների մեջ տեսնում էինք կանացի մարմինը։ Այս գաղափարին ինչպես հանգեցիք, ինչու հանեցիք մարմինները։ Այդ գաղափարին երկար եմ եկել, դա մի անգամից չի ստացվել, որովհետև նախկին շարքերում, երբ օգտագործում էի տարատեսակ ու տարբեր գույների ժապավեններ նկարների մեջ, էքսպերիմենտների արդյունքում, երբ այդ ժապավենները փակցնում էի ֆիգուրներին կամ փորձում էի ինչ-որ առարկաներ հենց ժապավենի ֆորմայով ստանալ, ձևավորվեց մի հետաքրքիր ֆորմատ, որով հասկացա, որ կարող եմ ֆիգուրան մատուցել ժապավենի ֆորմատով, բայց ներսում չլինի ֆիգուրան, այսինքն մարդուն ամբողջովին հանում եմ։ Իսկ գլխի փոխարինել երբ լայմ է, այսինքն մարդու օրգանիզմ որպես այդպիսին անատոմիական գոյություն չունի, նկարում պատկերված չի, բայց երբ տեսնում ես, երբ նայում ես, հասկանում ես, որ այնտեղ հենց ֆիգուր է։ Մի քանի տարվա էքսպերիմենտների արդյունքում եկա ու հասկացա, որ այս շարքը ամբողջովին հենց տենց էլ պիտի լինի, որովհետև շատ օրգանիկ է նայվում։ Ժապավեններով փաթաթված ֆիգուրը, որի մեջ ֆիգուրան չկա ու գլխի փոխարեն լայմ է։ Դուք քիչ առաջ ասացիք, որ մասնագիտության ընտրության հարցում եւ հետագա գործունեության ընթացքում շատ կարեւորել է գեղեցիկը փոխանցելը։ Հատկապես որ թեմաներն են ձեզ հոգեհարազատ կերպարվեստում, ինչ եք տալիս արվեստասերին։ Իմ ստեղծագործական կյանքի հիմնական գաղափարախոսությունը հոգու էվոլյուցիան է։ Ու ամեն ինչը կառուցվում է դրա վրա, դրա շուրջ ու այդ թեմայով։ Մնացածը բաղկացուցիչ ֆակտորներ են, բաղկացուցիչ թեմաներ ու բաղկացուցիչ գաղափարներ են։ Շատ կարևոր է մատուցել հոգու էվոլյուցիան հենց գեղեցիկի տեսանկյունից, որովհետև կյանքը, ցիվիլիզացիան, պատմությունը առհասարակ 50%-ից ավելին գեղեցիկ չի ուղղակի։ Կյանքը գեղեցիկ է, բայց այն ինչ որ կա կյանքում, այն ինչ որ կատարվում է կյանքում մեծամասամբ գեղեցիկ չի։ Շատ կարևոր է ստեղծագործողի համար այն ամեն ինչը ինչ որ տեսնում է կյանքում, այն ամեն ինչը ինչ որ ապրում է կյանքում, մատուցել գեղեցիկ անկյանտակ։ Ես վերջերս էլի առիթ ունեցա խոսել այս թեմայով, երբ խոսում էի, որ տհաճ պատկերն էլ է գեղեցիկ, երբ դու իրեն գեղեցիկ ես մատուցում կտավի վրա։ Ու օրինակ բերեցի Լուիսիան Ֆրոյդի լվացարանի կտավը, երկու ճապոնացի սպորտսմենները լվացարանի առաջ կտավը, որտեղ ահավոր տհաճ մի պատկեր է, բայց այնպեսի էսթետիկա կա, որ շատ գեղեցիկ է դա նայվում։ Ստեղծագործողի հիմնական ֆունկցիան է այդ տհաճությունը մաքսիմալ գեղեցիկ մատուցելու։ Բայց հիմնական գաղափարախոսությունը կյանքի ու հոգու էվոլյուցիան է, ոչ ֆիզիկական, հա, ներքին հոգևորի մասին է խոսքը, ու ամեն ինչը կառուցում եմ, բոլոր պրոյեկտները ու թեմաները կառուցում եմ այդ թեմայի շուրջ։ Ձեր ստեղծագործական մեթոդիկան ինչպես կբնութագրեք։ Հետաքրքիր։ Հստակ մեթոդիկա չկա, բայց մի քանի ռուսերենով ասում կներեք ռիտուալներ կան, որոնց որ հետևում։ Ծիսակարգեր։ Ծիսակարգերը շատ գեղեցիկ բառ է, անպայման հետագայում կօգտագործեմ։ Հետևյալն է, իդեան գալիս է, մտքումս մշակում եմ ամբողջովին, իրեն էսկիզավորում եմ, հետո նոր անցնում եմ արդեն տեխնիկական աշխատանքին, դա կլինի կտավ, քանդակ, ինստալացիա, թե առանձին ցուցահանդես պրոյեկտ։ Ընդհանուր ընթացակարգը դա է, հա։ Հստակ ուրիշ մեթոդիկա չկա, կախված է թե ինչ պրոյեկտի վրա եմ աշխատում։ Կախված թե ինչ ցուցահանդեսի կամ ինչ շարքի վրա եմ աշխատում, փոխվում են մեթոդիկաները, վայրը ստեղծագործության ու առհասարակ մտածողությունը ստեղծագործության, որովհետև ամեն մի թեմա, ամեն մի միտք ու ամեն մի գաղափար բերում է իր մտածողությունը, որի մեջ դու պիտի մտնես։ Օրինակը բերեմ այս ձևով, հա, դերասանները երբ նոր դեր են կերտում, ամբողջովին մտնում են այդ դերի մեջ, չէ՞։ Նույնն էլ մեր մոտ ամբողջական էմոցիաները ապրելու համար կոնկրետ այդ թեմայի, պետք է այդ ամեն ինչը ներքուստ վերապրես, հետո նոր սկսես դա վերարտադրել, առանց դրա չի լինի ու ազնիվ չի լինի։ Սերո, ձեր գծանկարներն եմ տեսել, ձեր էսքիզներն եմ տեսել, ձեր կտավներն եմ տեսել։ Ինչպես է այս մշակութային վայրիվերումների ընթացքում փորձում մնալ վերևում։ Դա իրականում հարց է, վերևում եմ մնում թե չէ։ Շնորհակալ եմ, ես դա կընդունեմ որպես բարձր գնահատանք իմ արած աշխատանքին։ Ուղղակի շատ սիրում եմ այն ինչ անում եմ, ու ամբողջովին ես նվիրել եմ դրան, ու ամբողջովին նվիրված եմ այդ գործունեությանը։ Չասեմ մասնագիտություն, դա արդեն ապրելակերպ է։ Երկար տարիներ առաջ
2020-ի պատերազմից հետո որոշեցի, որ բացի իմ կյանքի կարևորագույն մեղ հանդիսացող գործունեությունից ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվելու։ Կյանքս ամբողջովին փոխվեց, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ վերացավ, նորից կառուցվեց ու հենց այդ օգնում մնալ, ինչպես նշեցիք, վերևում։ Բայց այդ վերևը դեռ այնքան ցածր է ու դեռ այնքան բարձրանալու տեղ կա։ Հենց 100-հարյուրավոր սանդղակներ, հազարավոր սանդղակներ դեռ բարձրանալու տեղ կա ու ես հուսամ, որ կհասնեմ այդ իրական բարձունքին։ Կերպարվեստում ունեք սկզբունքներ եւ ինչպես եք պահում դրանք։ Ու որոնք են։ Ես սիրում եմ օգտագործել ամբիցիա բառը, ունեմ ամբիցիաներ։ Սկզբունքներ էլ կան, բայց կյանքի էտապներում կամ կյանքի տարբեր փուլերում սկզբունքները կարող են փոխվել, կախված մտածելակերպից, հասունության ձևավորումից, հա։ Բայց ունեմ ամբիցիաներ, հա։ Ամբիցիան հետևյալն է՝ մաքսիմալ լինել անկեղծ, անել այն ինչ որ հոգուց է գալիս ու անել այն ինչ որ իրական արվեստ է։ Իրական արվեստի չափորոշիչներ գոյություն չունեն, բայց ամեն մեկը իր մեծ գումա թե իրական արվեստը որն է։ Ու երբ դու ինքդ քեզ խաբելով այդ իրական արվեստի սահմաններից դուրս ես գալիս, այդ արդեն անազնիվ է դառնում։ Իմ կարևորագույն ամբիցիան է մնալ իրական արվեստի շրջանակներում ու ամեն ինչը կառուցել հենց դրա շուրջ։ Այդ շատ կարևոր է։ Գուցե աբստրակտ բացատրեցի, բայց ուրիշ ձև ուղղակի այդ ամեն ինչը բնութագրել հնարավոր չի, որովհետև արվեստի մեջ, կերպարվեստի մեջ հստակ ամբիցիաներ նշելը մի քիչ ստանդարտ ամբիցիաներ նշելն էլ մի քիչ ավելի բարդ է։ Լինել մաքսիմալ ազնիվ, այդ շատ կարևոր է։ Սերո, դուք ակտիվ եք նաև սոցիալական հարթակներում եւ տեսախցիկների առաջ եք աշխատում եւ այլն։ Ինչպես եք համատեղում տեսախցիկը եւ վրձինը։ Ինչ տարբերություն եք գտնում որպես արվեստագետ աշխատելով տեսախցիկի հետ եւ աշխատելով վրձինը ձեռքին։ Ես իրաց չեմ նույնականացնում ու չեմ համեմատում։ Իմ բախտը բերել է, ես ունեմ հիասքանչ թիմ, ով այդ ամեն ինչով զբաղվում է, դեմս մենեջերից, զբաղվում են թե իմ նկարանումներով, թե իմ սոցիալական հարթակում ակտիվությամբ ու ինձնից ուղղակի մնում է տեքստը արտաբերել, արդեն նախկինում ձևավորված տեքստը իմ գաղափարների հիման վրա, ուղղակի արտաբերել կամերայի առաջ։ Տեսախցիկի աշխատանք ուղղակի փոքրուց կոմպլեքսներ չեն եղել, այն ինչ որ անում եմ մատուցել տեսախցիկի առաջ։ Շատ կարևոր է որ դերասանություն չեմ անում, էլի չեմ խափում, այսինքն ես ոնց կամ նույն ձև ուղղակի ինձ զբաղվում եմ առանց որևէ կոմպլեքսների, ու հետո փոքր տարիքում ծնողներս ինձ այնքան են աչուձախ տարել այդ իմաստով, որ կոմպլեքսներս իմ մեջ իսպառ վերացել է։ Բայց շատ կարևոր է հիմա այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ առանց տեսախցիկների, հա, հնարավոր չի ակտիվ գործունեություն ծավալելու։ Այդ շատ կարևոր է ու ես խորհուրդ եմ տալիս ու հորդորում եմ բոլոր արվեստագետներին, ովքեր որ ուզում են մասսայականացնել իրենց արածը ու մարդկանց հասցնել իրենց ստեղծագործությունները, անպայման սովորել աշխատել տեսախցիկների հետ։ Դա բարդ չի, ինքներդ գիտեք դրա մասնագետն եք։ Հիմա այն դառնա, որ պետք է ուղղակի այդ ինֆորմացիոն դաշտի հետ շփվել։ Հա, իհարկե շփվել, աշխատել։ Սերո, որ գույնը կամ գույներն են ձեր արվեստի այցեքարտը։ Շատ հետաքրքիր հարց է, որի մասին չեմ մտածել։ Այցեքարտ որպես այդպեսին չգիտեմ իրականում, որ գույնն է կամ որ գույների խումբն է։ Ասեմ հետևյալը, սիրելի գույների խումբ որպես այդպեսին չունեմ։ Ես վերջերս բացահայտեցի ինձ համար, որ ենթագիտակցորեն օգտագործում եմ կարմիրի որոշ երանգները, շատ սևի մի քանի երանգներ ու սպիտակի որոշ երանգներ։ Դրանք երևի գերակայում են կտավներիս ու աշխատանքներից մեջ, բայց դա ենթագիտակցորեն է, հատուկ չեմ անում ու չեմ համարում իրենց իմ սիրելի գույները։ Որպես այդպեսին աշխատում եմ բոլոր ներկապնակի վրա գտնվող բոլոր գույների հետ, իսկ այցեքարտ չգիտեմ այդ հարցին, չգիտեմ ինչ պատասխանեմ։ Գուցե ձևավորվի ապագայում, բայց հիմա չունեմ։ Լավ, ո՞րն է ձեր սիրելի գույնը, գուցե դա է։ Չունեմ սիրելի գույն որպես այդպեսին, բոլոր գույները ինձ համար, գիտեք ոնց, ոչ թե գույներն եմ սիրում ես գույները համարում եմ գործիք մատուցելու այն, ինչ որ ուզում եմ մատուցել, ու քանի որ ուղղակի պատկեր չեմ մատուցում, օրինակ տեսեք Սարյանի, մեր ֆոնի Սարյանի աշխատանքն է, Սարյանը վարպետ էր նման գույների ու կտավների հիմքում հենց գույներն են, իմ աշխատանքների հիմքում ավելի շատ միտքն է,
գաղափարն է, քան ուղղակի գույները։ Դրա համար գույները այս դեպքում ավելի գործիք են ծառայում, քան միտք։ Գույները կիրառելիս հաշվի առնում եք այն դուք եք ասել այս միտքը, որ 100 տարի հետո գուցե կտավը նայողը հասկանա ինչ նկատի ունեիք։ Ոչ միայն գույները։ Գույները նույնն են մնալու։ Գույները միշտ էլ նույնն են մնալու։ Մտածողությունն է շատ կարևոր։ Այն ինչ որ մենք հիմա մատուցում ենք, չընկնենք շատ գուցե ծեծված բան եմ ասում, բայց չընկնենք տրենդերի հետևից, որովհետև այժմյան տրենդները 10 տարի հետո նույնիսկ ակտուալ չեն լինելու։ Թանգարաններում կախվում են այն աշխատանքները, որոնք որ մինչ օրս բացի էմոցիաներից նաև ասելիք ունեն։ Ստեղծագործողի շատ կարևոր ֆունկցիան է, որպեսզի աշխատելիս հասկանա, որ 100 տարի հետո այդ կտավը մնալու է, այդ կտավը կախվելու է ինչ-որ միտեղ ու նայողը պիտի հասկանա այն, ինչ որ դու այսօր ուզել ես ասել։ Այդ շատ կարևոր է։ Սերո, մեր ուսուցիչներից բացի մեր կյանքում հաճախ լինում են մարդիկ, ովքեր հետք են թողնում մեր ուղու վրա։ Ովքեր են եղել են մարդիկ, ովքեր ազդել են ձեր ստեղծագործական գործունեության վրա։ Շատ են այդ մարդիկ, սկսած ծնողներիցս, հարազատներիցս, կողակիցներիցս, ովքեր կյանքի տարբեր փուլերում եղել են կողքից, բոլորն էլ իրենց մեծ հետքն են թողել իմ ստեղծագործական ուղու առասարակ կյանքի վրա։ Ինչ որ մեկին չեմ առանձնացնի, որովհետև հստակ ուսուցիչ որպես այդպեսին չունեմ, որ ասեմ ինքը իմ ուսուցիչն է ու ես գրեթե ամեն ինչ վերցրել եմ իրենից։ Ուղղակի կյանքի տարբեր փուլերում այն մարդիկ, ովքեր որ շուրջս են եղել, հանդիսացել են իմ ուսուցիչները։ Ես այդ բավական հասուն տարիքում եմ գիտակցել ու հենց սկսել եմ գիտակցել մաքսիմալ սկսել եմ սովորել արդեն։ Սեր անձնական կյանքի վայրեվերումները լինեն դրանք դրական կամ բացասական իմաստով որևէ կերպ ազդում են այն ամեն ինչի վրա, ինչ վերարտադրում եք կտավին։ Հա, իհարկե։ Իրականում այն ինչ կատարվում է կյանքում, իր ուղիղ ազդեցություն ունի ստեղծագործության վրա։ Իսկ նամանավանդ անձնական կյանքի վայրեվերումները ստեղծագործող մարդկանց մոտ շատ հաճախ է լինում, դրանցից խուսափելը անհնարին է։ Պետք է սովորել ուղղակի այդ էմոցիաները ճիշտ ուղղորդել դեպի աշխատանք, որովհետև լավագույն աշխատանքները պատմության մեջ մեծամասամբ ծնվել են դեպրեսիվ էմոցիաներից։ Ու այդ վայրեվերումների արդյունքում, երբ դեպրեսիվ էմոցիաներ են արթնանում, շատ կարևոր է ոչ թե կյանքը փչացնել, այդ դեպրեսիվ էմոցիաներից ինչ-որ գեղեցիկ բան ծնել։ Կարծում եմ ստացվում է ինձ մոտ։ Ստացվում է։ Փաստում եմ։ Սերո, արվեստում ինչ եք փնտրում եւ ինչպես եք այն գտնելիս վերագտնում նաեւ ձեզ։ Հիմա ոչինչ չեմ փնտրում արվեստի մեջ։ Հիմա մաքսիմալ ուզում եմ տալ։ Կյանքում եմ փնտրում, ոչ արվեստում։ Կյանքում եմ փնտրում էմոցիաներ, կյանքում եմ փնտրում մտքեր, կյանքում եմ փնտրում գիտելիք, կյանքում եմ փնտրում նպատակ ու շատ բաներ կյանքում եմ փնտրում, որոնց արդյունքում ձևավորում եմ իմ արվեստը։ Դա շատ կարևոր է։ Ես այն մարդկանցից եմ, որ ուզում եմ ոչ թե արվեստից վերցնել, այլ արվեստին տալ։ Իսկ արվեստին տալու համար կյանքից պետք է վերցնել։ Այսինքն երկու տարբերակ է, կամ արվեստից ես վերցնում, կամ կյանքից ես վերցնում, հա։ Ես նախընտրում եմ կյանքից վերցնել ու տալ արվեստին, այդ իմ գործունեության իմաստն է, իմ կյանքի նպատակն է։ Եվ թերևս հաղորդման վերջում, եթե մի պահ մոռանանք, որ դուք ինքներդ նկարիչ եք, բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաջատեղյակ եք կերպարվեստին, ձեր կյանքը որ կտավին է նման։ Շատ հետաքրքիր է։ Մեկը չեմ առանձնացնի, բոլոր փուլերում, արվեստի պատմության բոլոր փուլերում կան արվեստագետներ, ում աշխատանքներին նմանեցնում եմ իմ աշխատանքը։ Այս պահին Բոսխի աշխատանքներին ոչ մեկը չեմ առանձնացնի կոնկրետ, բայց Բոսխի աշխատանքները այս պահին շատ բնութագրում են իմ կյանքը։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ ու սխալ, բայց ես ներքուս տենց եմ զգում։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Այսպիսին էր նկարիչ կոնցեպտուալիստ Սերո Սողոմոնյանի կյանքի կտավը։ Կհանդիպենք։